Սիրելիներս, ուզում եմ խոսել դիվական էություններից, բայց այս իմաստով, թե ինչպես մենք մեզ պահենք, զերծ մնանք դևերից այն դեպքում, երբ Աստված մեզ արդեն ազատել է, ազատագրել է եւ մենք ազատ ենք դիվական էությունների ներկայությունից, մենք մաքուր ենք, ազատված ենք նրանցից, սակայն մենք շարունակում ենք ապրել մեր կյանքը եւ այդ կյանքը որպես ճանապարհ ամեն տեղում, ամեն պահի կարող է նորից լինել վտանգ ներկայացնել, այսպես ասած, որ ինչ որ պահի մենք կարող ենք նորից խոցելի դառնալ եւ դիվական էությունը նորից կարող է հայտնվել մեր մեջ կամ մեր կյանքում։ Ինչպես անենք, որ դա տեղի չունենա նորից, իսկ եթե տեղի ունենա, արագ ազատագրում լինի։ Ուրեմն, ինչպես ես ասել էի մի նախորդ ձայնագրություններից մեկում, երբ ես Տիրոջը հարցրեցի, բայց ինչ պիտի անի մարդը, ես ինչ անեմ, որ այլևս երբեք դիվական էություն չմտնի իմ մեջ, չապրի իմ մեջ։ Եվ ես պատասխան ստացա Սուրբ Հոգի, ես շատ պարզ լսեցի այդ բառերը, Սուրբ Հոգի, ուրիշ ոչինչ, եւ իմացություն ինձ տրվեց, որ միայն Սուրբ Հոգով լցվելով մարդը դառնում է պաշտպանված դիվական էություններից, բայց երբ Սուրբ Հոգին քո մեջ է, դա նշանակում է, որ միայն նա է ապրելու քո մեջ։ Սակայն մենք միևնույն է, որոշ պահերի խոցելի ենք դառնալու, եւ ինչպես ենք խոցելի դառնալու։ Մենք պիտի մեզ մաքուր պահենք, ինչպես մենք պաշտպանված մնանք։ Մենք պիտի մեզ մաքուր պահենք, որպեսզի դիվական էությունը ներս չմտնի մեր կյանք եւ մեր մարմին նորից, որովհետեւ մենք պետք է հիշենք, ինչպես են դիվական էությունները հայտնվում մարդու մեջ ընդհանրապես։ Գայթակղությունների հետևանքով, մեղքերի հետևանքով, վախերի հետևանքով, մեծագույն ստրեսներ, որ տեղի են ունենում մարդկանց կյանքում, եւ դրա մեծ բաժինը ընկնում է վախերին։ Վախը դա ամենահեշտ ձևն է դևերի համար, որպեսզի նա մտնի մարդու մեջ, որովհետեւ վախի միջոցով նա կարող է մտնել նույնիսկ ամենաանմեղի մեջ, երեխայի մեջ, մանուկի մեջ։ Հիմա մենք պետք է հասկանանք, պատկերացրու դու մաքրվել ես, ազատվել ես դևերից, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ մաքրել եւ ազատել է։ Եվ քո վրա այլևս չի գործում չարի իշխանությունը եւ գործում է Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությունը։ Դու ենթակա ես Տիրոջ կամքին։ Շատերը մտածում են, որ եթե իրենք արդեն Տիրոջն են եւ նրանց ասում ես, որ չար ազդեցություն ունի քո վրա, նրանք վիրավորվում են, շատ ուժեղ վիրավորվում են, ասում են, ինչ ես ասում, չարին վրա ազդեցություն չի կարող ունենալ, որովհետեւ ես Հիսուսինն եմ։ Ոչ, Աստված թույլ է տալիս, որ չարը մեր վրա ազդեցություն ունենա այնքան, ինչքան որ մենք կսխալվենք կամ կգայթակղվենք կամ կմոլորվենք, որովհետև մենք ենք գնում դրան։ Այսինքն, եթե մենք նորից գայթակղվենք, թույլ տանք, որ չարը մեզ գայթակղի, եթե մենք նորից մեղք գործենք, եթե մենք նորից սխալ ճանապարհ բռնենք, շեղվենք, այսինքն մեր սրտի մեջ թողնենք, որ սխալ, վատ ցանկություններ հայտնվեն, չար մտքեր ունենանք հանկարծ, նախանձություն, չգիտակցված կամ գիտակցված հանկարծ չարախոսենք, զրպարտենք եւ այլն, այսինքն ցանկացած գայթակղություն, որ տանում է դեպի մեղք, միևնույն է արդեն բաց դուռ է դառնում չարի համար։ Հիմա, եթե դու մաքրվել ես եւ պատկանում ես Տիրոջը ամբողջովին, դա դեռ չի նշանակում, որ այլևս դու բացարձակ այնպիսի մի պաշտպանության մեջ ես զրահի պես, որ էլ ոչ մի կերպ չարը քեզ չի մոտենալու։ Ոչ, չարը քեզ մոտենալու է եւ քո վրա ազդեցություն է ունենալու այնքան, ինչքան որ դու թույլ կտաս, այսինքն Տերը քեզ մաքրել է, բայց դու պետք է քեզ պահես մաքուր։ Իհարկե Տիրոջ օգնությամբ, միայն Տիրոջով, որովհետև մեզ այնց ոչ ոք ոչինչ չի կարող առանց Տիրոջ, բայց մենք պետք է լինենք գիտակից, մենք պետք է լինենք խոհեմ, մենք պետք է լինենք զգոն, եւ մենք պետք է Տիրոջից իմաստության շնորհ խնդրենք ամեն օր, որ Տերը մեզ իմաստություն շնորհի, ինչպես նաև մեր սրտերը ամրացնի եւ ուժեղացնի, որպեսզի մենք ամեն օր մեր ճանապարհը քայլելով մեր իմաստություն ունենանք Աստծուց տրված եւ չարը փորձի մեզ գայթակղել, մենք հասկանանք, որ դա չարն է եւ նույնիսկ եթե արդեն գայթակղվենք ինչ որ տեղում, մենք հասկանանք, որ մի րոպե ես գայթակղվում եմ, ես կարծես սխալվեցի, ես կարծես շեղվեցի, շուտ անհապաղ պետք է
ես ինձ մաքրեմ եւ հետ կանգնեմ այս գայթակղությունից եւ ներողություն խնդրեմ Աստծուց եւ խնդրեմ, որ նա ինձ մաքրի ու ազատի եւ թույլ չտա, որ չարը ինձ խաբի։ Այսինքն մենք պետք է լինենք զգոն եւ իմաստուն, իսկ այդ զգոնությունը եւ իմաստությունը միայն Աստված է տալիս, միայն Սուրբ Հոգին է տալիս եւ հասկանանք, որ եթե մենք մաքրվել ենք, եթե մենք օծվել ենք Սուրբ Հոգով եւ Սուրբ Հոգին ապրում է մեր մեջ, դա դեռ չի նշանակում, որ մենք այլևս չենք ենթարկվի չարի ազդեցություններին, բայց երբ Սուրբ Հոգին քո մեջ է, դու քո սրտի մեջ ապրում է նա, քո հոգու մեջ ապրում է նա, իսկ որտեղ Աստված է, չի կարող ներխուժել չարը, բայց դու կարող ես դուռ բացել նրա առաջ քո սխալներով, քո գայթակղություններով, որովհետև 1, 2, 3 սխալներ, գայթակղություններ ու արդեն դու կթողնես, որ չարը քեզ մոտենա այնքան, որ մի օր էլ հանկարծ ինչ-որ մի դև հայտնվի քո մեջ կամ քո կյանքում, բայց քանի որ Սուրբ Հոգին ապրում է քո մեջ, դա միանգամից քեզ դա նույնն է, որ մաքուր ջրի մեջ կեղտ ընկնի, միանգամից զգացվում է, այ հենց այդտեղ, երբ Սուրբ Հոգին քո մեջ է, երբ քո ներս թափանցի կեղտ, միանգամից դու հասկանում ես, զգում ես, որովհետև Սուրբ Հոգին է դա քեզ ցույց տալիս, եւ չէ որ դու առաջնորդվում ես Սուրբ Հոգով։ Սուրբ Հոգին քեզ ուղղորդում է, ցույց է տալիս, սովորեցնում է եւ քեզ հասկացնում է, քեզ գիտություն եւ իմացություն է տալիս, որ կեղտը, չարը ներթափանցում է քո մեջ։ Որովհետեւ եթե դու շարունակես այդպես, չլսես Սուրբ Հոգու ձայնը, 1 սխալ, 2 սխալ, 10 սխալ մանրից դու այնքան նորից կընդունես չարին դեպի քո կյանք, որ ուղղակի Սուրբ Հոգին նա չի ապրի քո սրտի մեջ այլևս, նա ուղղակի դուրս կգա, որովհետև դու կանչում ես դեպի քեզ, թույլ ես տալիս, որ չարը գա, բայց Աստված քեզ պաշտպանելու է, անընդհատ իմացություն է տալու, գիտություն է տալու, որ դու իմանաս, որ դու սխալ ես, որ չարին ես թույլ տալիս գա դեպի քեզ։ Բայց դա մեր ընտրությունն է, Աստված մեզ միշտ Աստված մեզ ազատ կամք է տվել եւ դա մեր ընտրությունն է։ Եթե մենք պիտի չլսենք Սուրբ Հոգու ձայնը, որ ապրում է մեր մեջ, եւ նորից թույլ տանք, որ չարը գա դեպի մեզ, ուղղակի մի օր կզրկվենք Սուրբ Հոգու ներկայությունից մեր հոգու մեջ։ Եվ ես ուզում եմ ասել, որ Սուրբ Հոգին բոլորիս հետ է եւ բոլորիս համար է, նա միշտ քայլում է մեր կողքով, հոգատար ծնողի պես, ուսուցչի պես, մխիթարիչ որպես ուսուցիչ, ծնող, հարազատ, խորհրդատու, բժիշկ, նա միշտ մեր հետ է, բայց այլ է, երբ նա ապրում է քո հոգու մեջ, քո մարմնի մեջ, եւ այլ է, երբ նա քո կողքով է քայլում։ Դրանք տարբեր բաներ են, ու երբ դու թույլ կտաս, որ չարը նորից գա, դռներդ կբացես նրա առաջ, գիտակցված թե չգիտակցված, Սուրբ Հոգին էլ չի ապրի քո սրտի մեջ, նա առաջվա պես ուղղակի կապրի քո կողքով, քո հետ կքայլի, որովհետև նա քո պաշտպանն է, նա քո փրկիչն է, նա քո պահապանն է, նա քո հետ է լինելու եւ նա հավատարիմ է, նա քեզ հետ է լինելու, բայց այսինքն երբ մենք օծված ենք Սուրբ Հոգով, դա դեռ չի նշանակում, որ դա հավերժ է, որովհետև մենք կարող ենք մեր ազատ կամքով, որ Աստված տվել է, նորից հետ ընդունենք չարին, մանրից փոքր, միջև ամբողջովին, արդեն կախտոտենք մեր ներսը նորից եւ տեղ կտանք չարին, ոչ թե Սուրբ Հոգուն։ Դրա համար մենք պետք է լինենք զգոն, բայց երբ մենք օծված ենք Սուրբ Հոգով ու այնպիսի սխալներ ենք գործում, այսինքն գայթակղվում ենք եւ մեղք ենք գործում, որ չարը նորից կարողանում է ներգործություն ունենալ մեր վրա, չարը կարողանում է նորից հայտնվել մեր մեջ կամ մեր կյանքում, երբ դու Սուրբ Հոգով ես օծված, դա նման է մի ազդանշանի, մի կարմիր լույսի, որ միանգամից միանում է, որ այստեղ ներկա է չարը։ Եթե Սուրբ Հոգին քո մեջ չլիներ, այդ ազդանշանը չէր միանա, դու այդ ձայնը, ազդանշանի, այդ կարմիր լույսը, անընդհատ վառվող, դու չէի լսի, չէի տեսնի։ Քանի որ Սուրբ Հոգին քո մեջ է, նա միանգամից քեզ ցույց է տալիս այստեղ կա չարի ներկայություն եւ միանգամից քեզ ուղղություն է տալիս ինչ անես, որն է քո սխալը։ Նա քեզ օգնում է արագ գիտակցել, հիշել քո սխալը եւ ընդունել ու ներողություն խնդրել։ Ու երբ դու Սուրբ Հոգով օծված ես, երբ դու ընդունում ես եւ խնդրում ես Տիրոջը, որ քեզ ազատի, դա ուղղակի տեղի ունենում ակնթարթորեն։ Եթե այն մարդը, ով մեղքերի մեջ է, ով սխալների մեջ է, ով օծված չէ Սուրբ Հոգով եւ իր ներս է թափանցել դիվական էություն, եթե այդ մարդը լրիվ ուրիշ ճանապարհ պիտի անցնի, որպեսզի ազատվի դիվական էությունից, Սուրբ Հոգով օծված մարդը, երբ իր կյանք է մտնում դիվական էություն, Սուրբ Հոգին նրան անմիջապես դրա մասին
իմացություն է տալիս։ Եվ երբ դու ընդունում ես, դա ասում ես մի վարքյան, ճիշտ է։ Ես ընդունում եմ, չես ժխտում, վայ, չէ, ես Սուրբ Հոգով եմ օծված, ինձ էլ չի կարա մոտենա չարը եւ այլն եւ այլն։ Ոչ, ասում ես մի վարքյան, ճիշտ է, ես զգում եի, որ մի բան այն չի, ես զգում եի այդ ներկայությունը։ Մի անգամից զգում ես, ընդունում ես, պիտի ընդունես, խոնար եղիր, ընդունիր, քեզ մի համարիր մաքրամաքուր մի հրեշտակ էություն, որին չի կարող մոտենալ չարը։ Չարը քեզ կարող է միևնույն է մոտենալ այնքան, ինչքան դու թույլ տաս, որովհետև Աստված քեզ տվել է ընտրության հնարավորություն։ Դու ես որոշում, դու ես ընտրում գայթակղությունը, մեղքը, կեղտը դու ես ընտրում։ Հիմա երբ Սուրբ Հոգին քեզ հետ է, քո մեջ է, նա մի անգամից քեզ իմացություն է տալիս, եւ դու անմիջապես խոնարհաբար եւ իմաստությամբ ընդունիր, որ այո, ես զգում եի այդ ներկայությունը, բայց չի կարողանում լրիվ հասկանալ ու գիտակցել, անմիջապես խնդրիր Տիրոջը, ընդունելով քո սխալը, եթե չես հասկանում, չես հիշում որն է քո սխալը, խնդրիր, որ Տերը քեզ ցույց տա քո սխալը եւ նա անմիջապես ցույց կտա, որովհետեւ նա ապրում է քո մեջ եւ ամենակիչը հենց ինքն է ուզում, որ դու հանկարծ սխալվես ու կեղտոտվես նորից ու Տերը քեզ ամեն ինչ ցույց է տալիս, քեզ այնց հասնում է ընդունել եւ ներողություն խնդրել, ընդունել եւ խոնարհաբար ներողություն խնդրել Տիրոջից եւ խնդրել, որ քեզ ազատի եւ այդ ազատագրումը ակնթարթային է տեղի ունենում։ Դա իմ հետ տեղի է ունեցել։ Ես այդ ամենի միջով անցել եմ։ Լրիվ ուրիշ է այս դեպքում ազատագրվել չարի ներկայությունից եւ լրիվ ուրիշ է, երբ դու դեռ չես մաքրվել, չես ապաշխարել եւ Սուրբ Հոգով չես օծվել։ Ու մարդիկ կան, որ միգուցե ասեն, ինչ ես խոսում, երբ Սուրբ Հոգով ես օծվում, այլևս նման բաներ չի լինում։ Ես ասում եմ, երբ դու Սուրբ Հոգով ես օծվում, դա դեռ չի նշանակում, որ դու ամբողջովին անմատչելի ես դառնում չարի համար։ Երբ մենք օծվում ենք Սուրբ Հոգով կամ չենք օծված դեռ Սուրբ Հոգով, ապաշխարած ենք կամ ապաշխարած չենք, միևնույն է, Աստծո տված ազատ կամքի իրավունքով, ընտրությամբ մենք կարող ենք եւ մեղքերի մեջ գնալ ընդունել չարին եւ հակառակը գնալ դեպի Աստված եւ ազատվել չարից, այնպես որ եթե դու նույնիսկ Սուրբ Հոգով ես օծված, ամեն պահի դու կարող ես քո սխալի պատճառով, քո մեղքի պատճառով, որ նորից գործես, թույլ տաս, որ չարը մտնի քո կյանք։ Այսպես դրա համար Աստծուց խնդրեք զգոնություն, խոհեմություն, խոնարհություն եւ իմաստություն ու ուշադիր եղեք Աստծո ձայնը լսեք եւ առաջնորդվեք նրա խոսքով, երբ նա ձեզ ուղղորդում է եւ ցույց է տալիս եւ հուշում է, որ դու ինչ որտեղ սխալվել ես եւ անմաքուր ինչ որ մի բան կա քո մեջ արդեն։ Այսինքն մենք պետք է ամեն օր մեզ մաքուր պահենք, մեր վրա աշխատենք, մեզ մաքուր պահենք, ամեն օր խնդրենք ներողություն մեր գործած մեղքերի ու սխալների համար ամեն օրվա, որ գիտակցում ենք կամ չենք գիտակցում, եւ խնդրենք, որ Տերը մեզ ամուր պահի, զգոն պահի եւ ցանկացած սխալի դեպքում, գայթակղության դեպքում մենք արագ, երբ կզգանք, որ սխալվել ենք, ընդունենք մեր սխալը եւ ներում խնդրենք։ Այսինքն ինչ եմ ասում, այս ամենը որ ասում եմ, ինչի համար է։ Նրա համար, որ երբ մենք մաքրվում ենք, մենք պետք է ամեն օր աշխատենք, որ մաքուր մնանք։ Երբ մենք մեր տունը մաքրում ենք, չենք ասում, ես մի անգամ մաքրեցինք, վերջ։ Տան, կինը, աղջիկը, մայրը ամեն օր վեր կենում է եւ մաքրում է իր տունը, ու եթե մի օր, երկու օր չի հասցնում մաքրել, երրորդ օրը, չորրորդ օրը արդեն անտանելի ծանր է նրան թվում, այնքան կեղտ է հավաքվում եւ շատ դժվար է լինում արդեն ազատվել այդ ամենից։ Մենք մեր տունը, մեր կյանքի մյուս կողմերը մաքուր ենք, չէ՞ պահում, փորձում ենք մաքուր պահել, չէ՞։ Մեր սենյակը, մեր դարակները փորձում ենք, չէ՞, ամեն օր դասավորել, մաքուր պահել, որ չկուտակվի։ Դե բա հոգևոր կողմը մեր կյանքի նույնպես պետք է ամեն օր արթնանանք ու մաքրենք, մաքուր պահենք։ Եվ ինչպես մեր տունը, երբ կեղտոտվում է, ծանրանում է, ել չենք էլ ուզում, մի կերպ դժվարությամբ ենք անում են աշխատանքը, որ ուրիշ օրերին թեթև ուրախությամբ ենք անում, որովհետև արդեն շատացել է գործը, մենք լարվում ենք, նույնն էլ հոգևորն է, երբ արդեն 1, 2, 3 սխալ ես անում, չարը քո վրա ավելի շատ իշխանություն է ձեռք բերում եւ ծանրանում է նրա քաշը, նրա ներկայությունը շատանում է եւ դու ծանր ես զգում, ծանրացած ես զգում քեզ, հոգնած, թույլ, չես կարողանում, նա չի թողնում, որ դու
արագ ազատվես, նա խանգարում է քեզ, արդեն ծանրացել է, կեղտը շատացել է ու քեզ դժվար է նույնիսկ աղոթելը, դու գիտակցում ես, որ մի բան այն չէ, բայց դժվար անում ես, որովհետև նրա ներկայությունը շատացել է, կեղտը շատացել է, ծանրացել է եւ նա կարողանում է քեզ ճնշել։ Դրա համար ամեն օր մաքուր պահիր քո հոգին, քո սիրտը եւ քո միտքը եւ քո լեզուն մաքուր պահիր, քեզ ամեն օր դա ամեն օրվա աշխատանք է։